Մայրենի 4-րդ դասարան, դաս 20։ Թափառական երաժիշտները, մաս 1։ Գերմանական և անգլիական ժողովրդական հեքիաթ։ Մի ավանակ, որն արդեն ծերացել էր ու չէր կարողանում աշխատել առաջվա պես, լսեց, որ տերն ուզում է ազատվել իրենից։ Սկզբում մի պահ քար կտրեց, հետո որոշեց հեռանալ տնից։ Թողեց ամեն ինչ ու Բրոմեն քաղաքի ճամփան բռնեց, մտածելով քաղաքային երաժիշտ դառնալ։ Քայլում էր նա ճանապարհով, երբ տեսավ մի շուն։ Շունը պառկել էր ճանապարհի եզրին ու ծանր հևում էր։ «Ինչու ես այդպես հևում», հարցրեց ավանակը։ «Ես արդեն ծեր եմ, թույլ և չեմ կարողանում օգնել տիրոջս, երբ նա որսի է գնում», պատասխանեց շունը։ Նա էլ պատրաստվում էր կյանքից վերջ տալ, երբ գլխի ընկավ, փախա նրա մոտից։ «Բայց հիմա ինչպես պիտի գլուխս պահեմ»։ «Արի ինձ հետ», առաջարկեց ավանակը։ «Ես գնում եմ Բրեմեն, որոշել եմ երաժիշտ դառնալ։ Չէիր ուզենա բախտդ փորձել»։ Շանը դուր եկավ այդ միտքը, և նրանք միասին ճամփա ընկան։ Բայց շատ չէին քայլել, երբ ճանապարհի եզրին ողբալի տեսքով նստած մի կատու տեսան։ «Ինչ է պատահել քեզ, բարեկամ», հարցրեց ավանակը։ «Ինչու ես այդպես տխուր նստել»։ «Ինչպես կարող եմ ուրախ լինել, երբ կյանքս վտանգի մեջ է», պատասխանեց կատուն։ «Գնալով ծերանում եմ և մուկ բռնելու մեջ էլ այդքան ճարպիկ չեմ, ինչպես առաջ։ Դե տիրուհիս էլ որոշեց ինձ վերացնել։ Հազիվ կարողացա փախչել, բայց այժմ ինչ պետք է անեմ»։ «Լավ», ասաց ավանակը։ «Արի գնանք երաժիշտ դառնանք։ Դու գիշերները լավ ես երգում, գուցե Բրեմենում բախտդ բերի»։ Կատուն սիրով համաձայնվեց և միացավ ավանակին ու շանը։ Մեր 3 ճամփորդները շատ էին քայլել թե քիչ, երբ մի ագարակի մոտով անցնելիս աքլորի զիլ կանչ լսեցին։ Աքլորը թռել էր դարպասի վրա ու ծղրտում էր, ինչքան կոկորդում ուժ կար։ «Լավ է», ասաց ավանակը, «ինչ սքանչելի ուժեղ ձայն ունես, բայց ասածդ ինչ է»։ «Որ հարցնում ես, կասեմ», պատասխանեց աքլորը։ «Ես տիրուհուս ասում էի, որ այսօր իսկական լվացքի օր է, բայց նրա պետքն էլ չէ։ Ընդհակառակը, որոշել է ինձ մորթել, գցել ապուրի մեջ, վաղը հյուրերի առաջը դնելու համար»։ «Դու էլ արի մեզ հետ», ասաց ավանակը, «եթե կարողանաս լավ երգել, գուցե այսքանով մի համերգ տանք»։ Աքլորն էլ համաձայնվեց ու նրանք 4-ով շարունակեցին ճանապարհը։ Ուղղագրական բառերն են ընդհակառակը, ողբալի, փախչել, դարպաս, լվացք։ Հանելուկներ։ Սիրելին եմ ամեն տան, մանուկներին բարեկամ, մուշտակս տաք ու քնքուշ, ես մկների աչքի փուշ։ Կատվի մասին է խոսքը։ Մորուք ունի կարմիր բոց, գլխին ասես ալ սղոց, զիլ կանչում է լուսաբացին, ոտքի հանում քնածներին, աքաղաղ։ Սիրելի գիտունիկ, սիրեցի այս հեքիաթի հերոսներին, միայն չհասկացա, թե ավանակն ինչու քար կտրեց, երբ լսեց, որ տերն ուզում է ազատվել իրենից։ Ինչուիկ ջան, այս դեպքում քար և կտրել բառերն առանձին չպետք է հասկանաս։ Դրանք միասին մի բառակապակցություն են, որը նշանակում է զարմանքից քարանալ, անշարժանալ։ Նկատած կլինես, որ հեքիաթում այդպիսի ուրիշ բառակապակցություններ էլ կան։ Օրինակ, բախտը փորձել, որ նշանակում է որևէ բան անել, հույս ունենալով հաջողության հասնել։ Բախտը բերել, հաջողություն ունենալ, գլուխը պահել, ապրուստը հոգալ, մի կերպ ապրել։ Հետաքրքիր է, որ կա նաև գլուխ պահել, որ բոլորովին ուրիշ իմաստ ունի։ Ծուլանալ։ Վայ տղաներ, մեկ-մեկ ես էլ եմ այդպիսի բառակապակցություններ գործածում։ Օրինակ, անցյալ օրը մայրիկիս խոսք տվեցի, որ այլևս գլուխ չեմ գովի, այսինքն չեմ պարծենա։ Լեզվաբանի դասը։ Բառակապակցություն և դարձվածք։ 2 կամ ավելի բառերի կապակցությունը բառակապակցություն է։ Օրինակ, չոր խոտ և չոր գլուխ, ջուր բերել և բախտը բերել։ Այս կապակցություններն իրարից շատ տարբեր են։ Այսպես, չոր խոտ և ջուր բերել կապակցությունների մեջ բառերը հասկանում ենք առանձին։ Սրանք ազատ կապակցություններ են, որովհետև սրանց մեջ բառերը կարելի է փոխել։ Խոտը կարող է ոչ միայն չոր լինել, այլև կանաչ, թարմ,
կարելի է ոչ միայն ջուր բերել, այլև գիրք, ուտելիք և այլն։ Իսկ ահա 4 գլուխ կապակցության բառերն առանձին չպետք է հասկանանք, դրանք միասին մեկ իմաստ են արտահայտում, կամակոր, համար, այդպես էլ բախտը բերել, հաջողություն ունենալ։ Այսպիսի կապակցությունները կոչվում են դարձվածքներ։ Բառերի գանձատուփ. գտիր ծեր, ծանր, ծույլ, ուրախ, լավ, բարեկամ, հիմա բառերի հականիշները։ Ծեր երիտասարդ, ծանր, թեթև, թույլ, ուժեղ, ուրախ, տխուր, լավ, վատ, բարեկամ, թշնամի, հիմա, հետո։ Հեքիաթի ագարակ բառը նշանակում է հողամաս, բնակության և տնտեսության համար կառուցված շենքերով։ Հայաստանի ագարակ բնակավայրի անունն առաջացել է այս բառից։ Նման երկու օրինակ էլ ինքդ գտիր, երբ բառը բնակավայրի կամ մարդու անուն է դարձել։ Օրինակ դարձյալ հիշենք հայկական գյուղերը, ակունք, բերքառատ, այդպիսի բազմաթիվ գյուղեր կարող ենք գտնել։ Դրանք սովորական բառեր են, որոնք դարձել են բնակավայրի անուն։ Հեքիաթի այս հատվածում հոմանիշ երկու արտահայտություն կա, որոնք նշանակում են ուղևորվել։ Գտիր դրանք. ճամփա բռնել, ճամփա ընկնել։ Հեքիաթում կարմիր գրվածներից ընտրիր այն արտահայտությունները, որոնք նշանակում են սպանել, կյանքին վերջ տալ, հաջողություն ունենալ, հաջողության հասնել, բախտը բերել։ Ինչ են նշանակում դուր գալ, գլխի ընկնել, ճամփա ընկնել, քար կտրել դարձվածքները։ Դուր գալ նշանակում է հավանել, գլխի ընկնել նշանակում է կռահել, հասկանալ, ճամփա ընկնել նշանակում է գնալ, ճանապարհ գնալ, քար կտրել նշանակում է քարանալ, զարմանքից քարանալ։ Հարցերի և առաջադրանքների արգղիկ։ Հեքիաթի հերոսներն ինչ պարտականություններ ունեին իրենց տերերի տանը։ Օրինակ, ավանակի գործներ, բեռներ կրել, շան գործներ պահպանել տունը, կատվի գործներ բռնել մկներին, իսկ աքաղաղը հսկելու էր հավերին և առավոտյան իր զիլ ձայնով արթնացնելու էր տան բնակիչներին։ Տերերն ինչու էին դժգոհ կենդանիներից, որովհետև վերջիններս ծերացել էին և այլևս չէին կարողանում իրենց հասանելիք գործը լավ կատարել։ Ինչպես ձևավորվեց թափառական երաժիշտների խումբը։ Երբ բոլորը հասկացան, որ տերերը ցանկանում են իրենց սպանել կամ ազատվել իրենցից, փախան իրենց տներից, հերթով գտան իրար և այսպես ձևավորվեց երաժիշտների խումբը։ Քո կարծիքով կենդանիներից յուրաքանչյուրն ինչ դեր պիտի ունենար երաժշտական խմբում։ Մեկը կարող էր երգել, մյուսը ձայնակցել, մեկը նվագել, փախչել, փախչում է, փախավ շարքի նմանությամբ գրիր կպչել, թռչել բառերի շարքերը։ Կպչել, կպչում է, կպավ, թռչել, թռչում է, թռավ։ Կազմածդ ձևերը գործածիր նախադասությունների մեջ։ Թիթեռը կպչել է ծաղիկին, մի փոքրիկ միջատ կպչել է պատին ու չի հեռանում։ Չեմ սիրում, երբ ձեռքիս քաղցր ինչ-որ բան է կպչում։ Երեխան մատով կպավ անհասկանալի առարկային։ Արագիլն ուզում էր թռչել, գնալ, հեռանալ այդտեղից։ Ինքնաթիռը թռչում է օդում։ Փոքրիկը թռավ քարի վրայից։ Հեքիաթների և զրույցների զամբյուղ։ Հեքիաթի հերոս կենդանիների մասին ուրիշ ինչ ստեղծագործություններ ես կարդացել։ Դրանցից մեկը պատմիր։ Կարող ես ընտրել հերոսներից որևէ մեկին, օրինակ Շանը, և պատմել Շան մասին մի հեքիաթ, որը կարդացել ես։ Դու ինչպես կվարվեիր ձեր տանն ապրող ծերացած կենդանիների հետ։ Պատասխանը թողնում ենք ձեզ։